Այսօր օգոստոսի 12-ն է 2026 թվական, արդեն 2 տարուց մի փոքր ավել է, որ ես իմացել եմ Սուրբ Հոգուց, Աստծուց իմացել եմ, որ Տեր Հիսուս Քրիստոսը շուտով գալիս է իր հարսին տանելու երկրի վրայից, եւ այդ ամենը գրված է Աստվածաշնչում, սակայն երբ ես իմացա, ես դեռ Աստվածաշունչ չէի կարդացել։ Աստվածաշնչում գրված է, որ Տեր Հիսուս Քրիստոսը գալու է եւ իր զավակներին վերցնելու է երկրի վրայից։ Տեր Հիսուս Քրիստոսը խոստացել է մեզ, որ մի օր հետ պիտի գա, հետ է գալու եւ մեզ տանելու է այնտեղ, որտեղ որ ինքն է եւ միշտ լինելու ենք իր հետ։ Եվ նա ասել է, որ իր թագավորությունում, իր հոր թագավորությունում մենք ունենք օթևաններ, որ նա օթևաններ է պատրաստել, բնակարաններ է պատրաստել մեզանից յուրաքանչյուրի համար։ Այսինքն մենք մեր Աստծու, մեր երկնային հոր տանը, նրա թագավորությունում մեր տունը ունենք, յուրաքանչյուրս մեր տունը ունենք, որտեղ որ ապրելու ենք, մեր Աստծու կողքին, նրա լույսի մեջ եւ նրա ներկայության մեջ ամեն օրի աշխարհում հազարավոր, երևի թե հազարավոր մարդիկ դարձի են գալիս առ Աստված, ճանաչում են իրենց Տեր Աստծուն, իրենց Փրկչին Հիսուս Քրիստոսին, ընդունում են նրան իրենց կյանք եւ նաեւ իմանում են, որ Տեր Հիսուս Քրիստոսը վերադառնում է շուտով։ Եվ աշխարհում ամեն օր շատանում են այն քրիստոնյաները, ովքեր խոսում են Տիրոջ գալստյան մասին, ովքեր պատմում են Տիրոջ գալստյան մասին եւ տեղեկացնում են մարդկանց։ Եվ միգուցե դու հենց նոր իմացար այդ մասին, առաջին անգամ լսեցիր, միգուցե դու էլ արդեն երկար ժամանակ է որ սպասում ես Տեր Հիսուս Քրիստոսին։ Ես ընդամենը 2 տարի է որ սպասում եմ, սակայն սպասման ընթացքում, սպասման ճանապարհին բոլոր սպասողների մոտ լինում են էմոցիոնալ, զգացմունքային տարբեր ապրումներ, լինում է ուրախություն, լինում է ոգևորություն, լինում է նաև տխրություն, լինում են հուզմունքներ, բայց ինչի մասին եմ ուզում խոսել։ Ուզում եմ ասել, որ ուրեմն չարը, սատանան փորձում է ամեն քրիստոնյային, ով սպասում է Հիսուս Քրիստոսին, փորձում է հափշտակության մտքից, այդ սպասումից, որ Տերը շուտով գալիս է, հետ պահել։ Եթե դու արդեն ինչ-որ ժամանակ է սպասում ես քո Տիրոջը, հաստատ քո վրա եղել են այդ հարձակումները չարի, եւ դու կարող ես մտաբերել հիմա քո մեջ, քո մտքում, որ չարը տարբեր կերպ փորձել է քեզ այդ մտքից եւ այդ հավատից հետ պահել, որ Տեր Հիսուսը շուտով գալու է, որովհետեւ նա չի ուզում, որ շատերը հափշտակվեն։ Ես երևի չասացի, միգուցե լսում է ինչ-որ մարդ, որ առաջի անգամ է լսում, Տերը երբ գա, Տեր Հիսուս Քրիստոսը երբ գա ամպերով, նա չի իջնի երկիր, որովհետև դա երկրորդ գալուստը չի Հիսուս Քրիստոսի, հափշտակությունը տեղի ունենալու մինչև երկրորդ գալուստը Տիրոջ, նա ամպերով գալու է, այսինքն իր երկնքից դեպի մեր երկինք է գալու եւ մեզ երկրի վրայից վերցնելու է իր ուժով, իր զորությամբ մի ակնթարթում մեզ փոխելու է մեր մարմինները դարձնելով երկնային անապական մարմիններ, ամպերի մեջ մենք հանդիպելու ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, դա կոչվում է հափշտակություն, հափշտակել, մի ակնթարթում արագ վերցնել, տանել։ Չարը շատ քրիստոնյաների, ովքեր որ սպասում են Հիսուս Քրիստոսի գալուն, կարողացել է այդ սպասումից հետ կանգնացնել։ Եվ նրանք սկսել են չհավատալ, որ Հիսուսը գալիս է, եւ նրանք սկսել են կասկածել, եւ նրանք սկսել են մտածել, որ ոչ, դա հիմա չի, դա 100-ամյակներ հետո է, տարբեր կերպերով, եւ ինձ նույնպես չարը շատ հարձակումներ է տեղի ունեցել իմ վրա, որպիսի ես չհավատամ հափշտակությանը եւ չխոսեմ հափշտակության մասին, որովհետեւ սատանան չի ուզում, որ մենք լինենք Հիսուս Քրիստոսի հարսը։ Հիսուս Քրիստոսի հարսը միշտ եւ ամեն տեղ լինելու է Հիսուս Քրիստոսի կողքին։ Մենք Հիսուս Քրիստոսի մարմինն ենք, նա մեր գլուխը, այսինքն ինչքան մոտիկ ենք Հիսուս Քրիստոսին։ Եվ չարը նախանձում է Հիսուսի հարսին, որովհետև սատանան, որ ինքը լույսի հրեշտակն էր եւ դուրս շպրտվեց
Աստծո արքայությունից, նա այնքան մոտիկ էր Աստծուն, այնքան մոտիկ էր։ Եվ նա դուրս շպրտվեց Աստծո արքայությունից իր գոռոզության պատճառով, իր հպարտության պատճառով, նա նախանձում է Հիսուս Քրիստոսի հարսին, որովհետև Հիսուս Քրիստոսի հարսը Հիսուս Քրիստոսի շարունակությունն է երկրի վրա։ Մենք նրա մարմինն ենք, իսկ նա գլուխը մեր, պատկերացնում եք ով ենք մենք Հիսուսի համար։ Եվ մենք մեզանով չենք կարող երբեք արժանանալ դրան, բայց Հիսուսն է մեզ արժանացրել իր հարսը լինելուն, որովհետև նա այդքան մեզ սիրում է, եւ չարը նախանձում է, եւ չարը չի ուզում, որ մի հոգի եւս հայտնվի այն շարքում, Հիսուս Քրիստոսի սրբերի շարքում, եւ առանց մահ տեսնելու, ֆիզիկական մահ տեսնելու, ուղակի վերցվի երկրի վրայից եւ հավերժ ապրի Տեր Հիսուս Քրիստոսի կողքին։ Եվ կան քրիստոնյաներ, ովքեր հետ են կանգնում, հավատում էին, հիմա հետ են կանգնում եւ սկսում են հալածել իրենց քույրերին, եղբայրներին։ Եվ դա իմ հետ եղել է, հենց հավատացող, սպասող մարդ հետ է կանգնել եւ ամեն ինչ արել է, որ ես այլևս չխոսեմ հափշտակության մասին եւ ամեն ինչ արել է, որ ես ինքս չհավատամ հափշտակությանը։ Եվ ամեն ինչ արել է նաև ուրիշ մարդկանց միջոցով, որ խանգարի ինձ, որ ես չխոսեմ։ Եվ Տեր Հիսուսը կգա ամենաանսպասված պահին։ Եվ շատ քրիստոնյաներ, ովքեր հավատում էին, հետո չհավատացին, ուղղակի ամենամեծ անակնկալին կգան, որ ախր մենք հավատում էինք, այսինչ եղավ։ Երբ որ մենք սպասում ենք Հիսուս Քրիստոսի գալուն, դա մեզ այնպիսի մեծ ուժ է, որ մեզ տանում է դեպի Աստված այդ հավատը, որ Հիսուսը ամեն օր կարող է գալ։ Մենք ձգտում ենք ավելի ու ավելի մաքրագործվել, կատարելագործվել։ Եվ մի թողեք, որ ձեր գլխի պստակը գողանան։